Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարական արժեքների հետ բացարձակ կապ չունի։ Ինքը առաջին օրից ձգտել է դառնալ բռնապետ եւ իր իշխանությունը պահելու այսօր միակ հնարավոր ճանապարհը դա է։ Ինքը խախտել է ամենակարևորը՝ մարդկանց ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, որի համար տարիներ շարունակ բողոքում էր ու իբր պայքարում էր։ Իհարկե դա հանցագործություն է, մարդկանց կողմից ընտրված համայնքի ղեկավարը, այսինքն եթե այդ ընտրությունը իրենց դուրը չի գալիս, վсё, վերջացավ, այսինքն ամեն կերպ պետք է ազատվեն ու փորձելով մարդկանց տարբեր պիտակավորումներ տալ։ Այս մարդիկ չեն համակերպվում իրավիճակի հետ, երբ որ տեղի է ունենում երկրում որևէ ընտրություն, դա կլինի Բրյուսովի համալսարանի ռեկտոր, հեռավոր գյուղի կամ համայնքի ղեկավար, գյուղապետ, թե ինչ, մարդ ասում է կառավարությունը ես եմ, մեկու մեջ թողես կասի վեհափառը ես եմ, հետո վերջերս եկեղեցու եւ Աստծու միջև կապն է ինքը, Հիսուս Քրիստոսն իմ ուսուցիչն է։ Այո, էլի այս մարդը ոնց կարելի է, սա ոնց կարա իր արժեքային համակարգով, իր տեսակով, իր անցած ճանապարհով, այսինքն կապ ունենա ժողովրդավարության հետ։ Հետևաբար, այո, ինքը երկրի բոլոր դիմադրության օջախները շատ թե քիչ աջակցություն ունեցող մարդկանց փորձելու է կալանավորել, նոր ռեպրեսիաների ալիք է սպասվում մեզ ընդդիմադիր դաշտին, որտեղ իր իշխանության պահելու միակ ճանապարհը դա է, ինքը այլ հնարավորություն չունի ու ինքը դա լավ գիտի։